Այսօր մենք արտարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Մի փոքր նախաբան ներկայացնենք, ինչ տեղի ունեցավ դեռևս ծույն թվականի մայիսին Հեցի հայ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում այս սակագինը կուտակված գումարը նվազվի։ Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլ նաև գերազանցել էր կրկնապատիկը։ Այս պայմանությամբ 6 միլիարդ դրամից ավել կուտակված գումար է առկա եւ եթե կհիշեք, հոկտեմբերի 30-ին Տաճիր կապիտալի կողմից կրկին մուտքագրվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Այդ ժամանակ մենք ես Մելոյան Գուարես եւ գործընկերս Արտուր Միքայելյան ներկա ենք եւ ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում այս պետական մարմնի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցումը, որը հիմնավորված եւ արդարացի պահանջ է, տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է եւ մինչ օրս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ դիմումին չի արձագանքել, անպատասխան է մնացել։ Հետևաբար մենք իդեմ մեր ձևով շարժման մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք հանրագրի տեսքով։